Հաջորդ հարցի համար Նիկոլ Փաշինյան, համեցեք պարոն Փաշինյան։ Շնորհակալություն։ Պարոն Կարոյան, 2014 թվականի հունվարի 31-ին Պրագայում Սերժ Սարգսյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, վերջերս հրապարակվեցին այդ հանդիպման ձայնագրությունը հրապարակվեց եւ այնտեղ պարզվեց, որ երբ Սարգսյանին հարցրել են ինչու չհարցրեցիք համայն հայության կարծիքը Մաքսային միությանը անդամագրվելու որոշումից առաջ, նա պատասխանել է մասնավորապես, որ ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել։ Պարոն Կարոյան, մեզ եւ հանրությանը չէիք պարզաբանի, այսինչ գիշերվա մասին է խոսքը եւ կներկայացնեիք արդյոք թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այդ գիշերվա ընթացքում, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը։ Երկրորդ հարցը, դուք մտածել եք ընդհանրապես այն իրավիճակի մասին, որ օրինակ Ադրբեջանը դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ։ Հիմա ես գիտեմ, դուք կասեք, որ Հայաստանը ունի վետոյի կամ այլ մեխանիզմների իրավունք, բայց նախորդ հայտարարությունը, նախորդ մեջբերված հայտարարությունը մի փոքր կասկածի տակ է առնում այդ վետոյի իրավունքի իրացվելիությունը, որովհետև եթե վետո դնող լինեինք, մի գիշերվա մեջ Եվրասիական տնտեսական տարածք չէինք մտնի, այսինքն մի գիշերվա մեջ էլ այդ վետոն չենք կիրառի։ Եվ դուք ձեր թանկացման հետ կապված ձեր խոսքը փոխեցիք արդեն, որովհետև առավոտվան նիստում ուրիշ բան էիք ասում, հիմա էլ ասում եք, որ ապրանքների թանկացումը կապ չունի այդ օրինակ կաթնամթերքի դրոշմապիտակավորման հետ, որովհետև փոխհատուցվում է դրոշմապիտակների արժեքը, բայց մարդիկ այդ դրոշմապիտակները կպցնելու համար այդքան մարդ են վարձել, մեքենա չկա, որ կպցնի այդ պիտակ, այդ մարդկանց աշխատավարձ պիտի վճարեն, թե չվճարեն, բայց չեղավ, որ դրա հետ ուղղակի կապ ունի։ Հիմա էլ ասում եք, այդ հələ փաստ չի, որ կթանկանա մաքսատուրքի բարձրացման արդյունքում։ Եթե չի թանկանա, 700 ապրանքների համար ինչ եք վերապահում արել, նրանցն էլ նույնը թողեիք, մեկը չէր թանկանալու։ Եվ երկրորդն էլ ասում են ասեք, որ ապրանքներն են դրանք, ասում են կես ժամ կտևի։ Հա, ուր եք շտապում, մարդկանց տեղյակ պահեք, առավոտից խոսում ենք, բայց կոնկրետ ինֆորմացիա չենք տալիս։ Էլ չեմ ասում, որ այս դահլիճում այնպես են խոսում, կարծես թե հիմա մեր բոլոր միջև դուք ստեղ զեկուցում եք Եվրասիական տնտեսական միության առավելությունների մասին, այսօր գիտեք առավոտից դրամի կուրսը ինչից ինչ է դարձել արդեն։ Վաճառքի կուրսը դոլարի հասել է արդեն 460 դրամ, մինչ դուք այստեղ զեկուցում էիք։ Եվ դա ուղղակիորեն կապված այն պրոցեսների հետ, որ տեղի են ունենում Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Եվ հուշում են նաև, որ $460 հիմա Երևանում դժվար է նույնիսկ դոլար գտնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար, պարոն Փաշինյան, ես չեմ իմանում ինչ գիշերվա մասն եք խոսում, բայց ես կարող եմ մի բան հստակ ասել, որ երբևիցե մի գիշերվա ընթացքում ոչ մի խնդիրների կամ լուրջ որոշումներ չի կայացվում։ Ես մի քանի անգամ արդեն այս ամբիոնից հայտարարել եմ, որ այդ process-ը տևել է տարիներ։ Եվ դրա վկայությունն է այն, որ մենք բանակցությունները սկսել ենք շատ վաղուց եւ ես ինքս անձամբ այդ բանակցություններին ներկա եմ եղել դեռ մինչեւ սեպտեմբերի 3-ը, որտեղ մենք վեր ենք լուծել եւ փորձել ենք հասկանալ ինչպես Եվրասիական տնտեսական միության կամ Մաքսային միության միացյալ տնտեսական տարածքը ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա Եվրոմիության հետ ինտեգրումը ինչ կարող ազդեցություն ունենալ դրա վառ ապացույցը կարող է լինել այն, որ մենք մինչև սեպտեմբերի 3-ը նաև մեր գործարարներն են բազմաթիվ քննարկումներ եղել եւ մեր գործարարների միությունը եւս պաշտոնապես մեր կառավարության օժանդակությամբ կազմակերպվել է հանդիպումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ այն ժամանակ դա Մաքսային միության մարմիններն էին Մաքսային միության մարմինների հետ իրենց գործարար շրջանակների հետ եւ քննարկվել է բոլոր հնարավորությունները ինչ հնարավորություններ կունենա Հայաստանի Հանրապետությունը տնտեսական ոլորտում միանալով Եվրոմիությանը կամ միանալով Եվրասիական տնտեսական միությանը ինչ վերաբերում է թանկացումներին ես մեկ անգամ եւս ուզում եմ անդրադառնալ եւ մեկ անգամ եւս ուզում եմ բացատրություն տալ այն 750 ապրանքատեսակները որոնք որ մենք վերցել ենք բացառություններ դրանք շատ զգայուն
ապրանքատեսակներ են։ Առաջին հերթին դրանք այն ապրանքատեսակներն են, որոնք որ ներկրվում են Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից հիմնականում եւ ունեն առաջնային ազդեցություն մեր բնակչության վրա։ Դրանք հանդիսանում են սպառողական զամբյուղի մաս կազմող ապրանքատեսակները, որոնք որ ներկրվում են Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից, որոնց մասով թանկացումներ կարող էին լինել։ Այդ մասով մենք վերցրել ենք բացառություններ։ Երկրորդ խումբ ապրանքները, որոնք այդ 752 ապրանքների մեջ են գտնվում, դրանք այն ապրանքատեսակներն են, որոնք հանդիսանում են հումք մեր արտադրողների համար, եւ այդ հումքը ներկրվում է հիմնականում երրորդ երկրներից, եւ այդ հումքը չկա Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Այսինքն, այդ դեպքում, եթե մենք չենք վերցնում բացառություններ, ապա այդ հումքի մասով կարող է մաքսատուրքի դրույքաչափերի բարձրացումը բերել թանկացման, որտեղ այդ հումքի ալտերնատիվ ներկրումը Եվրասիական տնտեսական միությունից կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրելու չկար։ Եվ հաջորդ խումբը ապրանքները, որոնք նույնպես կարևոր նշանակություն ունեն, մասնավորապես դեղամիջոցները, որը որ շատ դեպքերում ներկրվում է որոշակի դեղամիջոցներ նորից երրորդ երկրներից եւ դրա արտադրությունը չկա Հայաստանի Հանրապետությունում։ Բայց ես ուզում եմ մեկ հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք։ Մնացած 752 ապրանքատեսակների մասով մենք վերցրել ենք բացառություն։ Եվս մոտ 20 ապրանքատեսակների մասով մենք անցումային դրույթներում ենք հարցը կարգավորել արտոնությունների շրջանակում, մասնավորապես շաքարավազի եւ այլ խնդիրները։ Մոտավորապես 17%-ը խոսքը վերաբերվում է, ուզում դեր ուշադրությունը դարձնեմ, արտաքին տնտեսական գործունեության ապրանքանիշների ցանկում 10-նիշով տված ապրանքներին 15000 մոտ ապրանքատեսակի մասին է 15000 տող։ Այդ 15000 տողի մեջ ըստ ապրանքախմբերի 17%-ի չափով մեր դրույքաչափերը եւ Եվրասիական տնտեսական միության դրույքաչափերը նույնն են։ Մոտ 14%-ի դեպքում մեր դրույքաչափերն ավելի բարձր են եւ որոշակի ապրանքատեսակների համար, որ Հայաստանի Հանրապետության համար շատ զգալի են, դա մասնավորապես գյուղատնտեսական մթերքների մասով է, մենք պահպանել ենք մեր բարձր դրույքաչափերը։ Իսկ մնացած դեպքերում դրույքաչափերը բարձր են, բայց ես ուզում եմ բացատրություն տամ մեկ անգամ եւս, ինչու այդ բարձր դրույքաչափերը չեն կարող հանգեցնել մեր ներքին շուկայում ապրանքների գնի բարձրացմանը։ Առաջինը, այո, դե եթե մենք պարտվաբանությամբ հանենք 15000-ից իմ նշած մասերը, ապա մնացածը թվարկելու համար իրոք կարող է կես ժամ տևել։ Բայց այդ մնացածի մեջ մեծ մասը Հայաստանի Հանրապետություն առհասարակ չի ներկրվում։ Մենք նման ապրանքատեսակներ չենք սպառում։ Եթե մենք վերցնենք մեր ներկրման ծավալները, մենք կհասկանանք։ Պարոն Քոկոբելյանը ինձանից պահանջում էր, որպեսզի ես տամ ամբողջ ցանկը սպառիչ։ Խոսքը կես ժամ վերաբերում ամբողջ սպառիչ ցանկին, որի իմաստն չկա կարդալու, որտեղ որի մեծ մասը գրեթե այդ որտեղ որ մաքսատուրքերը բարձրանում են, դրա 60-70%-ը Հայաստանի Հանրապետություն վերջի 10 տարիների ընթացքում առհասարակ ներմուծում չի եղել։ Ոնց կարող է, եթե ներմուծում չկա կամ այդ ապրանքատեսակները մենք չենք սպառում, դրա մասով գների թանկացում տեղի ունենա։ Եթե կգաք սպառվի, նոր կնայենք։ Իսկ մնացածի մասով հիմնականում այն ապրանքատեսակներն են, որը որ մենք բացառություններ չենք վերցրել եւ համաձայնվել ենք, որպեսզի դրույքաչափերը բարձրանա, դրանք այն ապրանքատեսակներն են, որոնք առաջինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում կա այդ ապրանքատեսակների արտադրությունը 1, Հայաստանի Հանրապետությունում եւս կա այդ ապրանքատեսակների արտադրությունը 2 եւ իրենք հանդիսանում են վերջնական սպառման ապրանքներ եւ ոչ առաջին անհրաժեշտության։ Մասնավորապես բազմաթիվ, ասենք, աքսեսուարներ, բազմաթիվ, ասենք, որոշակի օծանելի, կահույք եւ այլն, որի մասով որ դեռ պարզ չի, որ այդ գների, որ մաքսատուրքի դրույքաչափի բարձրացումը կհանգեցնի գների բարձրացմանը, թե ոչ։ Այսօր պարոն Մարուկյանի կողմից հարց բարձրացվեց, որ SSS ապրանքատեսակների մասով արդեն կա գների բարձրացում։ Այդ ապրանքատեսակների մի մասը մեր բացառությունների մեջ է,
Բայց այսօր արդեն խոսում է, որ այդ ապրանքատեսակների մասով կա գների բարձրացում։ Չի կարելի ամեն ինչը բերի կապել այն հանգամանքի հետ, որ մենք միանում ենք Եվրասիական տնտեսական միությանը, դրա հետ կապված է։ Մենք այսօր դեռ չենք միացել Եվրասիական տնտեսական միությանը, բայց դուք արդեն կապում եք փոխարժեքի տատանումները դրա հետ։ Պարոն Փաշինյան, թույլ տվեք դա հետ չհամաձայնվել եւ մեկ արգումենտ դրա դիմաց բերել։ Ինչպես դուք տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունում փոխարժեքի լողացող կուրսի քաղաքականություն է իրականացվում, այսինքն պետական մարմինների կողմից այն չի կարգավորվում, այն կարգավորվում է շուկայում առաջարկի եւ պահանջարկի միջոցով։ Այն, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը սերտ ինտեգրված է եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների հետ, դա անկախ այն հանգամանքից է, որ մենք միանում ենք Եվրասիական տնտեսական միություն, թե ոչ։ Դա փաստ է, որ կա։ Դա այսօր մեր իրականությունն է եւ միանալով Եվրասիական տնտեսական միությանը մենք ընդամենը մեր տնտեսվարողների համար մեկ առավելություն ենք ստեղծում, ավելի հեշտացնում ենք մեր տնտեսվարողների մուտքը դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Առաջինը եւ երկրորդը համատեղ փորձելու ենք դիմակայել միջազգային տնտեսության մարտահրավերներին, որը եւս Հայաստանի համար, ինչպես նաեւ մնացած բոլոր այլ երկրների համար, որոնք որ տարբեր ինտեգրացիոն process-ներն են միանում են հիմնականում այն նպատակի համար, որպեսզի համատեղ կարողանան դիմակայել կամ եւ հաջողություններ ունենալ ելնելով միջազգային տնտեսության մարտահրավերներից։ Այսքանը շնորհակալություն։ Արձագանքում եք, պարոն Փաշինյան, համեցեք Նիկոլ Փաշինյան։ Շնորհակալություն, պարոն Կարոյան, տեսեք, ընդամենը երկու կոնկրետ ապրանքի անուն նշեցիք եւ ինչ ստացվեց։ Ստացվեց, որ հիմա մենք մեր կանայք օրինակ ժողովուրդը տրայնոյ ադիկալոն են նորից սկսելու օգտագործել եւ վարունգի դուխի, հա, հիմա ասում եք Կրասնայա Մոսկվա։ Հիմա ասում եք կահույքի արտադրանքի հզորություն կամ էլ ղազախական կահույք ենք սկսելու օգտագործել։ Հայաստանում ներքին պահանջարկի բավարարման կահույքի արտադրության հզորություններ կա։ Ասածս կոնկրետ է, ասում եք 15000 ապրանք կա, 5000-ը բացառություն է, 5000-ը չենք օգտագործում, այն 5000-ից ամենակարևոր 10-ը կարող եք թվարկել, որտեղ մարդիկ պատկերացում ունենան դաշտի մասին։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, որպեսզի ես պատասխանեմ եւ իմ պատասխանը չշահարկվի նույնպես ինչպես որ ես պատասխանեցի պարոն Քոքոբելյանը, խնդրում եմ հստակեցնեք։ Դուք ուզում եք որպեսզի ես թվարկեմ այն ապրանքների, որի գինը բարձրանալու, թե որոնց մաքսատուրքի դրույքաչափն է բարձրանում։ Դրանք տարբեր են։ Դրանք նորից եմ կրկնում, տարբեր են, որովհետև դրանք միշտ խառնում է ու դա շահարկվում է։ Ես կխնդրեմ, եթե ելույթ կլինի, ես իմ ամփոփիչ ելույթի ժամանակ դրան անդրադարձ կանեմ, բայց խնդրում եմ հարցը լինի հստակ, որպեսզի իմ պատասխանն լինի հստակ, որ հետո չխառնենք։ Մաքսատուրկը ես բերբերեցի ու կարամ հիմի վերցնեմ ցանկնել, հետո սկսեմ թվարկել։ 10 ապրանքատեսակ, դա պլաստմասե իրերի պատրաստի արտադրանքներն է, դա կատնամթերքն է, պատրաստի կատնամթերքը երրորդ երկրներից ներկրվում։ Դա պատրաստի կահույքն է, դա պատրաստի որոշակի աքսեսուարներն են, դա օծանելիքն է, որը թվարկեմ, ասեք։ Ավարտեցիք, պարոն Կարոյան։